Մայրենի 4-րդ դասարան, դաս 15 Մեր քաղցրաբար հայոց լեզուն, Բաբելոնի աշտարակը, ըստ Աստվածաշնչի։ Վաղուց, շատ վաղուց աշխարհում մեկ լեզու կար։ Մի օր մարդիկ հավաքվեցին ու որոշեցին. մեզ համար մի քաղաք կառուցենք ու մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի։ Այդպես անուն կհանենք ու աշխարհով մեկ չենք ցրվի։ Եվ նրանք սկսեցին շինարարությունը։ Բայց այդ բանն Աստծուն դուր չեկավ։ Նա վերևից նայեց մարդկանց ու տեսավ, որ նրանք գոռոզ էին և ուզում էին միայն փառք, համբավ ու անուն վաստակել։ Նա հասկացավ, որ այդ մարդիկ ավելի լավը չէին, քան նրանք, որ ապրում էին մեծ ջրհեղեղից առաջ։ Հետո Աստված նայեց քաղաքին ու աշտարակին, որ կառուցում էին մարդիկ, և մտածեց. ահա նրանք մի ժողովուրդ են ու մի լեզվով են խոսում, և կարող են անել այն, ինչը որոշել են։ Այնպես խառնեմ նրանց լեզուն, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը։ Եվ Աստված այնպես արեց, որ մարդիկ սկսեցին խոսել տարբեր լեզուներով։ Նրանք այլևս իրար լեզու չհասկացան և չկարողացան շարունակել քաղաքի և աշտարակի կառուցումը։ Այդպես մարդիկ թողեցին, հեռացան այդտեղից ու տարածվեցին աշխարհով մեկ, իսկ այդ վայրը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն։ Ուղղագրական բառերն են աշխարհ, ջրհեղեղ։ Հանելուկ. ի՞նչն է քո մասին լավ ու վատ ասում, թե օգուտ տալիս և թե վնասում։ Քո գործերը հենց։ Իմաստախոսություն. դեպի Աստված տանող ճանապարհն անվերջ չէ, հաղթահարելը անհնար։ Բառերի գանձատուփ. տեքստի որ բառի իմաստն է սա. շրջանաձև կամ քառակողմ, երբեմն էլ բազմակողմ, բարձր ու նեղ շինություն։ Աշտարակ բառի իմաստն է. տեքստի սկզբնամասում գտիր հռչակ բառի հոմանիշը, երկու բառն էլ գործածիր նախադասությունների մեջ։ Հռչակ անուն, այստեղ անուն բառով է տրված։ Բանաստեղծն այդ քաղաքի մեջ մեծ հռչակ ուներ։ Այդ օրերին նրա անունը բոլորի շուրթերին էր։ Ուրիշ բառով, ինչպես կարող ես ասել գոռոզ, երկու բառն էլ գործածիր նախադասությունների մեջ։ Գոռոզը հպարտ բառի հոմանիշն է, կարող ենք ասել նաև հպարտ։ Անահիտը գոռոզ աղջիկ էր և չէր շփվում իր դասընկերների հետ։ Հպարտ մարդը միշտ էլ մենակ է մնում։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ. Աստված ինչու խառնեց մարդկանց լեզուն։ Եթե կարդանք Բաբելոնի աշտարակի մասին պատմությունը Աստվածաշնչում, ապա կտեսնենք, որ Աստված նախապես նրանց հրամայել էր, որպեսզի աճեն, բազմանան ու ցրվեն աշխարհով մեկ։ Բայց մարդիկ որոշեցին կառուցել Բաբելոնի աշտարակը, որպեսզի հասնեն երկնքին և իրենց համար անուն հանեն։ Աստված դրա համար էլ խառնեց նրանց լեզուները, որպեսզի հնազանդվեն իրեն և ավարտին չհասցնեն իրենց որոշածը։ Մարդկային ինչպիսի հատկանիշներ են գոռոզությունը և փառասիրությունը։ Վատ հատկանիշներ են։ Մարդկային դրական հատկանիշներ թվարկիր։ Ընտրիր քո կարծիքով ամենակարևորները։ Հաշվի առ նաև ընկերներիդ կարծիքը։ Մարդկային դրական հատկանիշներ են ընկերասիրությունը, մարդկանց օգնելու կարողությունը, բարությունը, ազնվությունը։ Քո կարծիքով Աստված ինչպիսին է ուզում տեսնել քեզ և բոլոր մարդկանց։ Աստված ուզում է մեզ տեսնել հնազանդ և իր խոսքով ապրող մարդ։ Լեզու, լեզվի, լեզվից, լեզվով շարքի նմանությամբ գրիր կատու և ձու բառերի շարքերը։ Կատու, կատվի, կատվից, կատվով։ Ձու, ձվի, ձվից, ձվով։ Այս շարքերից մեկական բառ գործածիր նախադասությունների մեջ։ Հայոց լեզուն ունի բազմաթիվ բարբառներ։ Նա իր կատվի համար գնել էր փոքրիկ մի բարձ։ Մայրիկը Անահիտին ուղարկեց խանութ ձու գնելու։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Կարդա մանուկների Աստվածաշունչը, այնտեղից ընկերներիդ հետաքրքրող որևէ բան պատմիր։ Ինչով է հայտնի քո բնակավայրը, հուշարձաններ, մարդիկ և այլն, պատմիր։
Տեքստի մեջ գտիր բառերի այն կապակցությունները, որոնք նշանակում են հռչակվել և լավ համբավ անուն ձեռք բերել։ Նրանք գոռոզ էին և ուզում էին միայն փառք, համբավ ու անուն վաստակել։ Սիրելի գիտունիկ, ես գիտեմ, որ լեզուների անունները վերջանում են էրենով, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն։ Ճիշտ է արդյոք չինարեն բառը, թե գրքում սխալ է տպվել։ Նախապես շնորհակալ եմ։ Բարեկամս, ոչ մի սխալ էլ չկա։ Հիշիր և ուրիշներին էլ հիշեցրու, որ չինարեն և հունարեն բառերը կազմվում են արեն ածանցով։ Սուրեն Մուրադյան, մայրենի լեզու։ Իմ պատուհանից ցնծությունն ասես գարնանք հնգշանքով մեղմ թափանցեց ներս։ Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն դպրոցից եկել ատառն է սերտում։ Ատառն է գրում մանրիկ մատներով, տառեր է շարում խնամքով, սիրով։ Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր հրճվել իր գյուտով, հրաշք, լուսավոր։ Քանի սերունդներ ատառով զնգուն զգացել են այս հրճվանքը մաքուր։ Այն վեհ է, ինչպես ժպիտը մանկան։ Մոր գգվանքի պես միշտ նվիրական։ Նման ծլվլուն ծիծառի կանչին, հայրենի հողի կենարար շնչին։ Ամեն օջախի կրակն է անշեջ, ամեն հարկի տակ, ամեն սրտի մեջ։ Մեր ժողովրդի ոգին հրկիզուն և երկու բառով մայրենի լեզու։ Ուղղագրական բառերն են հրճվանք, ոգի։ Առած ասացվածքներ։ Իմ լեզվով խոսող օտարականն ավելի թանկ է, քան իր լեզուն չիմացող ազգակիցը։ Խոսքը գործիք է, որով բացում են սիրտը։ Երկար լեզուն կկարճացնի կյանքը։ Մարդու լեզուն իր նավի ղեկն է։ Բառերի գանձատուփ։ Բաց թողնված տեղում որ բառը պետք է լինի, ընտրիր տրվածներից։ Գգվանք, նվիրական, ոգի։ Ոգևորությունը, եռանդը այլ կերպ կոչում են ոգի։ Սիրով ու քնքշությամբ գրկելը, շոյելը անվանում են գգվանք։ Թանկ, սրտին մոտ ու շատ սիրելի ամեն բան նվիրական է։ Բանաստեղծության մեջ գտիր ցնծություն բառի հոմանիշը, մեկ հոմանիշ էլ դու ավելացրու։ Ցնծություն, հրճվանք, ուրախություն։ Բանաստեղծության որ բառերը կդնես կրակ, մայրենի, գգվանք բառերի կողքին։ Կրակը կլինի հուրը, գգվանք, քնքշանք, մայրենի կլինի նաև հայրենի։ Բացատրիր մանկիկ բառի կազմությունը։ Նմանատիպ մի քանի բառ ասա, մեկն էլ գրիր նախադասության մեջ։ Մանկիկ բառը կազմված է մեկ արմատից և մեկ ածանցից։ Արմատը մանուկն է, ածանցը իգը։ Օրինակ՝ տուն, տնակ, դուռ, դռնակ։ Համեմատիր անշեջ և հրշեջ բառերը։ Ինքնուրույն բացատրիր անշեջ բառը։ Երկու բառերն էլ կազմված են շեջ, շիջել արմատով։ Մեկի սկզբում ունենք ան ածանցը, իսկ մյուսի դեպքում ունենք հր, այսինքն հուր արմատը։ Անշեջ բառը պարզ բառ է, պարզ ածանցավոր է, իսկ հրշեջ բառը բարդ բառ է։ Կազմված է երկու արմատից՝ հուր և շեջ։ Ես գիտեմ, որ մեր լեզուն անվանում են հայերեն կամ հայոց լեզու, ռուսների լեզուն ռուսերեն կամ ռուսաց լեզու, իսկ կարելի է ասել հայերեն լեզու։ Կարծում եմ, որ սա սխալ է, բացատրիր խնդրում եմ, թե ինչու։ Ածանցը էրենը լեզու է նշանակում, ուստի ավելորդ և նաև սխալ է էրենով կազմված բառի կողքին լեզու բառը դնելը։ Կամ պիտի ասել հայոց լեզու կամ հայերեն։ Դադարի պահ, հումոր։ Որն է ամենակարճ ամիսը։ Մարտը։ Ինչու։ Քանի որ 4 տառից է բաղկացած։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Բանաստեղծության մեջ ինչի հետ է համեմատվում մայրենի լեզուն։ Համեմատվում է մաքուր հրճվանքի, անշեջ ժպիտի, մանկան ժպիտի, մոր գգվանքի, ծիծառի ծլվլուն ձայնի, հայրենի հողի կենարար շնչի, օջախի կրակի և հայ ժողովրդի հրկիզուն ոգու հետ։
Հայերենը մեր մայրենի լեզուն է, մեզ համար ինչ են ռուսերենը, պարսկերենը և գերմաներենը, օտար լեզուներ են։ Անգիր ասա հայերենի այբուբենը։ Սա ինքնուրույն կասեք, պատմությունների և զրույցների զամբյուղ։ Որևէ հայի գիտես, որ հայերեն չի խոսում, ինչու է այդպես, ինչ կարծիք ունես այդ մասին։ Սովորաբար օտար երկրներում ծնված հայերի ժառանգները սովորում են տեղի լեզուն և չեն կարողանում խոսել հայերենով։ Պատճառն այն է, որ ընտանիքի ներսում նույնպես խոսում են օտար լեզվով։ Բանաստեղծություններում ծիծեռնակը երբեմն անվանում են ծիծառ։ Նկարագրիր այդ թռչունը։ Ծիծեռնակին որպես կանոն հիշում են իր մկրատաձև պոչիկով։ Բանաստեղծության վերջին քառատողի մեջ այնպիսի բառ մատնանշիր, որը կարող ենք բանաստեղծական համարել։ Օրինակ հրկիզուն, իմաստունի օրատետրից, մայրենի լեզու։ Ամեն ժողովուրդ ունի իր լեզուն, ռուսները խոսում են ռուսերեն, հույները հունարեն, արաբական երկրներում արաբերեն և այլն։ Կան լեզուներ, որոնք մի քանի ժողովուրդների մայրենի լեզուներն են, օրինակ անգլերեն խոսում են Մեծ Բրիտանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում և Կանադայում, գերմաներեն Գերմանիայում, Ավստրիայում, նաև Շվեյցարիայում։ Հայերի լեզուն հայերենն է, այն մեր մայրենի լեզուն է։ Մայրենի է կոչվում, որովհետև մեզանից յուրաքանչյուրը հայերեն առաջին բառերն իր մորից է լսում ու սովորում։ Մայրենի լեզվի շնորհիվ հայ ժողովուրդն իր գոյությունը պահել է մինչև այսօր։